Այն դժվար ժողովուրդը, այն հողը, որ հայկական չկարողացանք մենք պահել, ժողովրդին բերին հասցրին այդ օրը բոլորի մեղավորությունն է, Լուսինե ջան, ես ասում եմ, բոլորի մեղավորությունն է։ Ընդդիմադիր դաշտում էլ գտնվողները պիտի լինեին առաջնագծում, պիտի մեռնեին, զոհաբերեին իրենց։ Նորից եմ ասում, ոնց որ էլ արցախցիներն են այդ իրավիճակում տանջվել, այդ իրավիճակում պայքարել հանուն Արցախը հայկական պահելու համար։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները, ով ուզում է ինչ ուզում ասի, մենք ունենք բոլոր հնարավորությունները Արցախը հայկական պահելով։ Նիկոլը ով է, որ Նիկոլը այդ պարագայում որոշեր Արցախի ճակատագիրը։ Նիկոլի հետ համագործակցողներ ուրեմն եղել են, Նիկոլի հետ այդ գործընթացում անողներ եղել են ու նույն ժամանակահատվածում էլ այսօր եկած խոսքի ամեն մեկը բերանը բացելով որ ասում եմ արդարացնում կամ արդարություն չկա Արցախի հազման համար բոլորը պատիժ կրելու են ու պիտի կրեն որովհետև օրեցօր տեսնելով Արցախի հարցը մոռացության տալը դա էլ է խանգարում որ բարձրաձայնեք կամ կորևորացնեք բոլորը տել իմանալու որ Արցախի հիմնախնդիրը դա ամենահզոր զենքն է այսօր Ադրբեջանը արևմտյան Ադրբեջանի մասին է ձեր հետ խոսում լեզվով է խոսում ձեր հետ դուք մի հատ Արցախի իրավունքները հզոր իրական իրավունքները չեք կարող սրանց աշկը կողեք կամ բարձրաձայնեք կամ էլ ինչից ենք խոսում մենք այսօր ինչ վտանգների մասին ենք խոսում Թուրքը գալու թուրքը գալիս սակայն ես ինչ եք դարել որ այսօրվա պարագայում թուրքը լսելով թուրքը մեզ լսելով է վախել այսօր եկած մեզ եք թուրքով վախեցնում թուրքը հային լսելով է վախել Արցախի ազատագրման ընթացքում ահագին հազարավոր մարդիկ դուք դա հիշում եք մի գյուղ վերցնում էին 10 գյուղ թողում փախնում էին թուրքներ մեզանից վախում այսօր եկած մեզ թուրքով եք վախեցնում